Ես ողջունում եմ ձեզ գործարալիքին միացած հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, ուզում եմ հիշեցնել, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում այս պահին, կարող եք հաղորդումները դիտել նաեւ մեր թվային հարթակներում։ Սխալ հաշվարկն ենք սկսում, մեր տաղավարում Վահրամ Իրաքյանն է, Մանթաշյանց ակումբի համահիմնադիր նախագահը։ Վահրամ ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ձախողումներից ենք այսօր խոսելու, ես միշտ շեշտում եմ ի սկզբանե, որ բոլորը չի, որ համաձայնում են ձախողումների մասին խոսել, գործարարները կարծում են, որ դա վատ եւ մութ կողմն է եւ կարծես թե խուսափողական մոտեցում կա այս հարցում։ Հաղորդումից առաջ ձեզ հարցրեցի հիշել եք դեպքեր ձախողումներից, ասացիք, որ ինչն է շատ ձախողումը։ Դա է հաջողության բերող ճանապարհ, ինչ եք կարծում։ Ոչ թե ձախողումներն են հաջողության բերող ճանապարհները, այլ ձախողումների նկատմամբ վերաբերմունքի մոտեցումն է հաջողության բերում, որովհետև այդ իրականում մենակ մեր մոտ չի, որ գործարարները չեն ուզում խոսել ձախողումներով, ու ասեմ ավելին, մենակ գործարարները չէ, որ չեն ուզում խոսեն ձախողումներից։ Այդ ընդհանրապես հետ խորհրդային մշակույթը կա, որ ձախողումը վատ բան է, ու այդ սխալվելու անթույլատրելիությունը մեր մոտ կրթական համակարգից է գալիս։ Ինչ է մարդը ոնց էր համակարգը իրան վերաբերվում, եթե մարդը ինչ-որ բան սխալվում է, երկուս գնահատական է։ Մեր դպրոցում օրինակ մեզ երկուս էին գնահատում, հիմա չգիտեմ, բալերը փոխվել է, ինչ է դարձել, բայց ժամանակին երկուս էր, այսինքն դու այդտեղ վատ բան ես անում, պատժվում ես, այսինքն Եվ ամոթի զգացում էր, չէ, եթե դու դա ստացել ես, ուրեմն ամոթը պիտի գլուխդ կախես։ Հա, այսինքն պատժվում էր այն մարդը, որ ձախողվում էր, ասենց ասեմ, կրթության մեջ, ինքը պատժվում էր, ու տենց մեծ մշակույթ կա, որ ձախողվելը շատ վատ բան է։ Իրականում բայց ձախողվելը, ու ասեմ, արևմուտքում չկա այդ մշակույթը, արևմուտքում հակառակ խրախուսում են ձախողվելու, ասենց փորձ կա, որ մաքսիմում շատ պետք է ձախողվեն եւ փորձ ստանան դրանից, քանի որ դրանց տարբեր հետազոտություններ կան, որ միջինում մարդիկ հասնում են հաջողության 42 տարեկանում միջինում եւ դրանց առաջ ունենում են իրենց հետևը մինչեւ 20-ը ձախողված պրոյեկտ։ Այսինքն տենց կա նույնիսկ թիվ էլի միլիարդին հասնող մարդը, եթե չեմ սխալվում 17-ը թե ինչ էր տենց պետք է պրոյեկտ ձախողված ունենա, միջինում ունի այդքան, միլիոնին հասնող 7 ձախողված պրոյեկտ ունի միջինում, ու տենց բաներ կային էլի, նույնիսկ սրանքասման թվեր կար, միջինում քանի անգամ է սրանքած է, եթե չեմ սխալվում, ձախողված պրոյեկտ նաև չի նշանակում սրանկանալ, բայց մեկ-մեկ նաև նշանակում է, եթե չեմ սխալվում, միլիարդին հասածները միջինում 7 անգամ սրանքացման էին գնացել, միլիարդ հասնող մարդիկ, այսինքն բանկա այդ ձախողման մշակույթը շատ կարևոր է, պետք է մարդը պատկերացնի, որ ձախողվել նորմալ է ու պետք է շատ ձախողվել եւ պետք է շատ սովորել։ Ուղղակի նորմալ չի, որ մարդը նույն հարցով անդա ձախողվում։ Այդ նշանակում ունի չի սովորում, բան չի սովորում ձախողվելուց էլի։ Իսկ մեր մոտ հակառակը ձախողվելու արդյունքում մարդիկ ընկնում են ստրեսի մեջ, ընկնում են ծանր իրավիճակում, ու ասեմ պետական համակարգն էլ մեր մոտ տենց, մեր մոտ հեշտ բիզնեսը բացել լինում է, բայց փակել չի ստացվում։ Ինչու՞։ Պետական համակարգն է, սնկանալ չես կարող։ Հիմա ես 21 թվականին ընկերությունով դիմել եմ սնանկացուն, ինչ ոք չեմ կարող սնանկանում։ Չէ, սնանկանալ ցախողում է պետական համակարգն, ամբողջ պետական համակարգը այն մարդուն որ ուզում է սնանկանալ, նայում է որպես խապեպավ։ Ու հետեւաբար ցկցկում են, չեն թույլատրում սնանկանալ եւ այլն, այսինքն արդյունքում Հայաստանում բիզնես բացելը հեշտ է, բայց փակելն անհնար է։ Չես կարող 5-6 տարի չես կարող բիզնես բացես, ու արդյունքում այդ մարդու ոնց որ ճակատագիրը փչացնում են։ Որտեվ եթե մարդը ինչ որ մի բիզնեսում ձախողվեց, ուզում է սնանկանա, 5-6 տարի, 7 տարի չի կարող սնանկանա, արդյունքում այդ մարդը պատիեզը 7 տարի կորցրեց, որտեվ 7 տարի չի կարող իր անունով ընկերություն բացի, չի կարողանում քարտ ունենա, չի կարող նորմալ գործի եւ այլն այդ ինձ թվում է շատ հաճախ ավելի շատ էլի, որտեվ ես իմ կապերով իմ հնարավորություններով ես 21 թվականից մինչև հիմա քանի տարի անց է, 4 տարի անցել, 5-րդ տարին արդեն գնում չեմ կարող սնանկանում։ Այսինքն չի ավարտվում այդ process-ը, բյուրոկրատական թղթաբանություն, բանման բարդ process-ներ, որ շատ վատ է, որտեվ ոնց որ պետությունը դատապարտում է սխալված բիզնեսին դատապարտում է sense ասած էլի թույլ չի տալիս որ այսինքն բայց կարող ենք ասել որ դա այն օրինակ նեխած խնձորի օրինակով որ ինքը հետո սկսում է փչացնել ամեն ինչ այսինքն եթե թույլ չեն տալիս որ այդ բիզնեսը օրինակ փակվի եթե ինքը վատ վիճակում է այդ պահին ինքը շարունակաբար փչացնում է մյուս ամեն ինչ կա նման ինքը չէ բան չի փչանում այդ մարդու կյանքն է փչանում չէ այդ մարդու կյանքն է փչանում ինքը արդեն իր անունով չի կարող որևէ գործունեություն անել բան ստիփաս կամ մանիպուլյացիաներ անում ուրիշ անուններով անկերություններ բացում կամ էլ ընդհանրապես գործունեություն չի ծավալում բան եւ այլն այսինքն
Բայց լավ, պետության շահը ո՞րն է այդտեղ, այսինքն պետության շահը ենթադրում եմ ժամանակին 1-2 հոգի խաբել են պետության, ասենք արհեստական գնացել են սնանկացման, այս պետությունն էլ որոշել ունենց խիստ պայմաններ դրել, որ ոչ մեկ չի կարող գնա սնանկացման, էլի, դա մեր մոտ կա այդ, ասենք մի նախադեպի առումով, մի խաբեպա մի հատ հիմար բան անում է, դեռ ամբողջ դաշտը ասենք ոտի տակ են տալիս, էլի, մի հատ այնց օրենք են ընդունում, ասենք չի, ավտոներկրողների ոլորտում, չէ՞, մի խումբ խաբեբաների կամ մի քանի խաբեբա սկսեցին պետությանը խաբել, դրեցին նրանց օրենքներ ընդունեցին, ավտոներկրում արտանում կանգնեց Հայաստանում ընդհանրապես, էլի, դադարեց։ Ուզում եմ ասեմ, մեր մոտ այդ բանը կա, էլի, մի նախադեպ, մի վատ նախադեպ պետությանը մեկ խաբում է, էլ չէ նայում, որ դրա պատճառով, այդ մեկի խաբել պատճառով ամբողջ ոլորտն է ոչնչացնում, էլի, բայց այնց հիմար օրենքներ են ընդունում դրա պատճառով։ Այդ էլ ինստիտուտը տենց էլ ինչ-որ բան եղել, մի խումբ մարդիկ արհեստական ընկերությունը սնանկացրել են եւ պետությանը խաբել ինչ-որ հարթեր, դրա համար դրա արդյունքում այդ օրենքն ընդունել, որ Հայաստանում սնանկանալ հնարավոր չի, սխալվել հնարավոր չի, այսինքն Հայաստանում։ Լավ, ինչ անել այդ դեպքում։ Սա նախադեպային օրինակ էր, այս եթերում նման ինչ-որ հարցի մասին մենք չէինք խոսել։ Սնանկացած գործարը եւ չեք հանդիպել, հա։ Այո։ Բանով օրենսդրական դաշտ պետք է փոխել, որ ավելի դեմոկրատ եւ հեշտ լինի սնանկանալ բիզնեսի համար, որ թույլ տաս նաեւ բան լինել, այսինքն թույլ տանք նաեւ բիզնեսը սխալվի, բիզնեսի իրավունք ունի սխալվելու։ Պետք է թույլ տալ ու նաև մշակութային մոտեցումը պետք է անել, այսինքն առաջին օրենսդրական դաշտն է վերաբերվում, օրենսդրական դաշտը ավելի մեղմ պետք է վերաբերվում բիզնեսին սնանկանալու տեսանկյունից, այդ մեկ, ինձ թվում մաքսիմում պետք է ժամանակ տնել 1 տարի։ Այնց абսուրդ օրենքներ կան, օրինակ իմ օրինակով բերեմ, ես մի 5 տարի առաջ մեքենա են նավիրել եղբորս, սնանկանալու դիմելու պահից 5 տարի առաջ։ Պարզվում է, եթե դու գնում ես սնանկացման, իրենք 5-6 տարի հետ են գնում, 6 տարվա ընթացքում դու ինչ գույք օտարել ես, իրենք նայում են, որ դու նախապատրաստվել ես սնանկանալու։ Պատկերացնում եք, ասենք ես 5 տարի առաջ եթե մեքենա եմ նավիրել եղբորս, այդ նշանակում է 5 տարի առաջ պլանավորել եմ, որ 5 տարի հետո դիմել եմ սնանկանալու։ Բայց абսուրդի մակարդակում, ասում են դե բեր այդ մեքենան հետ դուրմ ես։ Որտեղ դու սնանկանալու, բայց ասենք абսուրդ է, որ դրանից հետո ես բան եղել, դրանից հետո գործերը լավ են գնացել, ասենք բիզնեսը աճել է եւ անիվանել, վերջի 1.5 տարվա ընթացքում է վատացել, էլի, բայց մեկը իրենք ասում են չէ դու սնանկանալու համար, ասենք այդ ով է գժվել, որ 6 տարի պետք է սնանկացման process պլանավորել, այսինքն պատկերացնում եք 6 տարի պլանավորելա, որ հա 1 տարի առաջ պլանավորել ինչ որ բաներ էլի հնարավոր, բայց ինչ 6 տարի։ Այնց շուտ абսուրդ բաներ կան, հա։ Ու այդ մեքենան գինը հաշվել է $7,000, ասում եմ Վարունչյան, դե այդ բեր մեքենայի գումարը դու 6 տարի առաջ, 5 տարի առաջ այդ մեքենան հատուկից եղբոր նավիրե, որ կովրայից գույք անես, որ սնանկանաս։ Այնց հիմար կետեր կան օրենսդրական։ Վարունջան, այ հետաքրքիր է պետություն, գործարար, բիզնես այդ հարաբերությունների մասին, մենք սխալ հաշվարկների մասին երբ ըստ աղավարում զրուցել ենք այդ հարաբերությունների կոնտեքստով, ես դեռ չեմ հասցրել, ժամանակ չի եղել որ խոսենք։ Այ ինչ հաշվարկներով պետքա բիզնեսը սկսել, որ հետո պետության հետ նման ինչ որ կոնֆլիկտների կամ վատ պատմությունների մեջ չհայտնվել։ Մի քանի խորհուրդ ձեր կողմից, մի քանի այսպես, չգիտեմ, հնարք կարող ենք ասել դրան, ինչ անել, որ այ ձեր փորձով դուք սովորել եք, որ այ այսպես պիտի արվեր, որ չի։ Import մի ուրիշ է, import մի ավելի բան ասենց ասեմ, մենակ այդ չի էլի պետության մեր import պետության հետ չէր խնդիր։ Հա import պետության հետ էր սնանկանալուց հետո։ Այսինքն երբ որ բիզնեսը արդեն վատ էր վիճակում, բայց ինչու բիզնեսը հարցավ այդ վատ վիճակին, այդ ոնց որ էլի առանձին պատմություն է։ Այդ էլ տենց առանձին երկար պատմություն է, որ բան ունենք, խոսեմ այդ թեմայով, բայց գլոբալ ինչ պետք է անի բիզնեսը, որ սենց իրավիճակներին չհանդիպի, նախ պետք է շատ չկենտրոնանա սենց իրավիճակների վրա, որտեղ եթե շատ է կենտրոնում ինչ կլինի, եթե ինչքան վատ կլինի, եթե սենց է ինչքան վատ կլինի, եթե նենց այսինչ այս դեպքում ինչ անեմ եւ այլ, այնքան են հաշվարկում վերջում ոչ բան չեն անում էլի։ Մանկա չէ, արևմուտքում տենց մշակույթ կա, որ բան կա գործիր արագ, սխալվիր արագ։ Այսինքն այդ մշակույթը կա էլի, որ ավելի լավ արագ գործենք, արագ սխալվենք, քան նստենք 2 տարի ժամանակը գա, չէ։ Հետո կհասկանանք ճիշտ ունը, ոչ թե նստենք 2 տարի կամ 5 տարի պլանավորենք։ Էլի ես Հայաստանում այդ բանը շատ եմ տեսնում։ Մարդիկ տարիներով պլանավորում են ինչ-որ մի բան, էլի դե խնդիրը ստեղ է, էլի, այսինքն պլանավորման հետ գործ չեն գործում։ Հիմա ասեմ ավելի ասենց արևմուտքում մի բավական երկար ժամանակ մշակույթ կար, որ ընկերություններում, նաև ընկերության բանում աշխատակիցների մոտ մշակույթ կա, որ խրախուսում են, որ արագ սխալվի ու այն ընկերությունը, որը այն բաները, բիզնեսները, որոնք որ սխալվում են, այդ համարվում են այն կամ այն մենեջերները, որոնք որ սխալվում են, համարվում են, որ ձգտում են աճելու ունակյան բան եւ ավելի բարձր տեղ են տալիս։ Այդպես մի օրինակ կար տղաներից մեկը պատմում էր, ասում էր մի ընկերության տնօրենի հանդիպեցինք, ասենք պատմել է ոնց դարձած տնօրեն, դե ասում է մի քանի սխալ արեցի, որի արդյունքում $3 միլիոն տուժեց ընկերությունը։
ասում եք հատուժելց հետո քեզ նշանքին տնօրեն ասում հա իրեք եթե որտեվ $3 միլիոն իրենք ծախսել են իմ կրթության վրա ու չեն թողել ես գնալ ուրիշտեղ Դե այդ սխալը անցալվելով որպես փորձ մարդը որ արելով ու տենց դիտարկել հիմա այսինքն առաջ եթե խրախուսում էին բաները խրախուսում են շատ սխալվելը հիմա ոնց որ նույնիսկ արդեն հասել նրան որ պարտադիր պայման է եթե մենեջերը քիչ է սխալվում Արդեն տարօրինակ է, չէ՞, նայում, եթե հասար էս փուլին, ինչու Եթե քիչ է սխալվում, չսխալվեցին։ ուրեմն ինքը նախաձեռնող չի, ուրեմն քիչ նաև բան ունի, գաղափարներն ու իդեաներ, այդ թիմերում նա Ուրեմն ոչինչ չի արվում իրականում։ Թե ուրեմն ոչ բան չի անում, էլի չեն սխալում մենակ ոչ բան չանողները։ Այսինքն մշակութային հարց է, էլի մեր մոտ այդ որ sense գլոբալ այդ մշակույթի բանը կա, էլի մեր մոտ այդ սխալվելու մշակույթը չի խրախուսվում։ Այդ դուք արևմուտքի օրինակներն եք բերում Հայաստանում առհասարակ ինչ է ընդունված եւ Հայաստանում ինչ օրինակներ կան, ցեկուս ձեր փորձից։ Դե Հայաստանում շատ տրադիցիա են տանում սխալվելու բաներ, էլի, ինձ համատարած են շատ ծանր են տանում, գլոբալ այդ շատ բաներ էլի, շատ բացական է ու Դրսի հետ շփումն էլ չի օգնում, թե tech ոլորտին օգնում է, tech ոլորտը որ շատ է շփվում, IT ոլորտը իրենց համար օգնում իրենք օրինակները տեսում են արևմուտքում այդ մշակույթը տեսնում են այնտեղից բանը իրենք էլ ոնց որ խրախուսում, բայց գլոբալ մենակ tech ոլորտը չի էլի մնացած ոլորտները շատ զուշավոր են։ Պետք է հասկանալ, որ սխալվելը նորմալ է ու երբեք չի կարելի խոսել Իսկ ինչի է դա կապված մեծ գումարների, այսինքն tech ոլորտում ամենամեծ գումարներն են, չէ՞, հիմնականում շրջանառում։ Գուցե իրենց մոտ վախ չկա, որ այդ մի փոքր մեծ գումար կկորցնեն, բայց մյուս ոլորտներում, որտեղ միշտ այդ գումարը կորցնելու եւ դրան զուգահեռ բիզնեսը կորցնելու վտանգ կա, մարդիկ ավելի այսպես վախվորած են հարցին մոտենում, ավելի Չէ, կրթության բանն է, էլի, մշակույթի բանն է։ Մնացած ոլորտները ոնց չեն շփվում արտաքին, արևմտյան աշխարհի հետ այդքան, հետեւաբար այդ փորձը մոտեցումները իրենց համար բան է, էլի, անսովոր է։ Դա գլխավորը։ Տեսեք, ի սկզբանե ոնց սկսել, այստեղ մի շատ կարևոր կետ կա, էլի, սկսելուց։ Սկզբում պետք է վաճառել, հետ նոր սկսել։ Ենթադրենք դուք ուզում եք ջրի արտադրություն տնեք, գնացեք ընկերությունում ջրի վաճառքով զբաղվեք որևէ կամ գնացեք ինչ-որ ընկերությունում, ասեք ձեր բրենդով թող ջուր արտադրեն, դուք այդ ջուրը վաճառեք։ Ու այդ վերաբերում է ամեն ինչին։ Այսինքն լավագույն սկսել տարբերակ է դες մեր մոտ ոնց է ելնում, հաճախ նստում են մարդիկ պլանավորում են ամիսներով, տարիներով պլանավորում են, որ սեփական արտադրություն հեսագնան կամ գաղափարը ինչքան շատ եմ հանդիպում, որ ինձ գրում են sense գաղափար ունեմ։ Գաղափարը զերո արժեք ունի։ Այսինքն sense գաղափարում գումար տվեք։ Գաղափարը զերո արժեք ունի, այսինքն գումար որտեղ ես ճանեմ, չէ՞։ Պետք է ի սկզբանե հասկանալ, թե ես ոնց այդ գաղափարը իրականացնեմ, այսինքն եթե ջրի բրենդ եմ ուզում ստեղծեմ, գնացեք ինչ-որ X ընկերություն վաճառեք։ Մի ընկեր ունենք, այտենց հիմա սուբլիմացված մշտերի գործարանն է բացում։ Այդ մշտերն խոնավությունը մեջ ցանում են, այդ միշտ 30 տարի մնում է դրանից հետո էլի երկար արդեն առանց վիտամինները կորցնելու նոր տեխնոլոգիա է սուբլիմացիան։ Ինքը այստեղ Հայաստանում մի սարք կար, որը շատ փոքր քանակի կարող էր արտադրել։ Ինքը outsource է, գնաց այդ սարքում պատվիրում էր, տանում բաժանում էր, վաճառում էր ընկերություններին, ասենք, չեն պաղպաղ արտադրող դա չգիտեմ, ինչ-որ քաղցավենիք, տորտեր արտադրող եւ այլն։ Ում կարող է դա պետք գալ էլի։ Հա, ինքը տանում վաճառում էր տարբեր տեղեր։ Հիմա արդեն տեսա, որ լավ է վաճառում, արդեն քանակը էքսպոներին կա ուրիշ ընկերությունով։ Հիմա արդեն տարապես $3 միլիոն պրոյեկտը կազմել է, բան գործարն արդեն սարքում։ Մի մասը ինքն է ներդրում, մի մասը ներդրողներ։ Ներդրողներն արդեն կարող է թվեր ցույց տալ, որ տեսեք, ես կամ վաճառք ունեմ, ես կամ պահանջարկ, ես կամ պայմանագրեր, բանման։ Բայց ինքը սկզբում սկսեց գնաց գտավ մարդը, որ այդ սարք ուներ, մարդուն ասաց, ես քեզ բերեմ տամ, կիլոյի համար այսքան գումար տամ, իմ համար արտադրի դուր ես տանեմ վաճառում։ Սկսեց վաճառից էլի, այդ շատ կարևոր է սկսելու համար այդպես։ Իսկ հետաքրքիր է, բիզնեսի ղեկավարը ավելի ճիշտ, արդյոք պետք է հաճախ արհեստականորեն բիզնեսին սխալների մեջ դնի, որպեսզի փորձի թե բիզնեսը որքանով է պատրաստական, որքանով է պատրաստված, դիմակայում է արդյոք այդ խնդիրներին թե չէ։ Իսկ եթե ի սկզբանե գիտենք, որ սխալ է, պետք չի անել։ Հարցը այդ չէ, այսինքն ի սկզբանե եթե սխալ բան ես անում, մի արա, հարցը նա, որ դու պետք է շատ բաներ փորձես։ Որոնց մի մասը սխալ դուրս կգա, որպես բիզնես։ Այսինքն չեմ ասում, այսինքն 10 գաղափար ունես, եթե 10-ից 3-ը գիտես, որ սխալ են, մի արա ի սկզբանե, բայց դու ռիսկով են 10 արա, այն 7-ը արա։ Օրինակ, այն 7-ը որ գիտես սխալ չեն, արա, ու ընթացքում շատ բան կպարզվի։ Ուրեմն բաներ կան, որը մենք սովորում ենք մենակ ճանապարհն անցնելուց։ Մենք չենք կարող ուրիշ ձև սովորենք այդ ամենը։ Պետք է թույլ տալ ամեն դեպքում։ Պետք է ճանապարհն անցնենք, պետք է ընկնենք այդ ճանապարհը։
պետք է գնանք այդ ճանապարհով, հետեւաբար մենք պետք է անցնենք այդ ճանապարհը, որ Մի քանի օրինակ կպատմեք ձեզ հետ տեղի ունեցած այդ սխալներից, որ թեկուզ շատ ծանր եք տարել, բայց հետ հայացք գցելով հասկացել եք, որ պիտի ամեն դեպքում այդ ճանապարհը անցնեիք ու դասա եղել բավականին մեծ։ Դե իրականում sense բան կա, էլի, եթե մարդը ուզում է դժբախտ լինել, ուրեմն պետք է փոշմանի անցյալի համար դժգոհ լինի ներկայից եւ չհավատա ապագային։ Հասկանում եք, այդ դժբախտության բանաձևն է, էլի, հետեւաբար ինչ սխալել որ եղել է նախկինում, ես երբեք չեմ փոշմանում այդ սխալների համար։ Ուրեմն այդպես է, այդ իմ որոշումն է եղել, ես եմ եղել պատասխանատու այդ որոշումներու, իրենք սխալ չեն եղել, ճիշտ են եղել, ու այդ իրենք պետք է լինի համար։ Այդ շատ կարևոր է տես մտածել այդ երբը։ Մեր ցավոք սրտի մեր մոտ sense բան կա, քաղաքական դաշտից ելնելով բանում մենք անդադ դժգոհ ենք։ Անդադ դժգոհ ենք ներկայից, անդադ չենք հավատում ապագային։ Լավ չի ամեն ինչ վատ է։ Անդադ փոշմանում ենք անցել, շատ վատ է, էլի, այսինքն դժբախտության բանն է, էլի, բանաձևն է իդեալական, էլի։ Հետեւաբար ես գլոբալ ոչ բանի համար չեմ փոշմանում, բայց եթե ասենք անցյալի հիմնական սխալներ, օրինակ, այտենց բավական մեծ վնաս եմ կրել, ինչքան երևի մոտ $3 միլիոն, էլի, մոտավորապես ընկերոջ հետ երկուսով երևի մոտավորապես այդքան վնաս կրեցինք ընկերությունը գնաց սնանկացման, մենք տները կորցեցինք մեր մոտ բանով այդ ժամանակ ես ամենքերս իրար դեն գործանում։ Եւ այլն դրանց էլ ծանր հենց այդ սնանկացման Արիթը ո՞րն էր, այսինքն կրկին սխալ հաշվարկներ։ Հա, մերն էր սխալը, դա մի քանի ոնց որ պատճառներ կային այդտեղ բանանալու սխալվելու։ Առաջինն էր, որ մենք գործ էինք անում մեծածախ ապրանքի ոլորտում առանց բրենդ։ Մեծածախ ապրանքի ոլորտում առանց բրենդ աշխատելուց միակ խաղակարտը փողն է։ Այսինքն կոպիտ ասած, եթե ես ջուր եմ ծախում, կարևոր չի բրենդի ինչը։ Ջուրը չէ, ինքը սովորական գրեչկա եմ ծախում։ Այո։ Գրեչկայի մեջ որևէ մեկը բրենդը չի նայում։ Չկա որտեվ գրեչկայի բրենդ։ Բոլորը նայում են գրեչկա, մեծածախ գրեչկա։ Այստեղ միակ խաղակարտը դինն է ու դիմանում են մենակ նրանք, ովքեր շատ փող ունեն կամ դիվերսիֆիկացված բիզնեսներ ունեն։ Մենք այդպիսի ոլորտում մրցակցում ենք, բայց փող չունենալով։ Հասկանում եք, շուկան դեմպինգ են անում անդադ տարբեր մարդիկ, անդադ մտնում են փողով ուզում են շուկան բանան են գրավել ու մենք չենք կարողանում, չենք հասցնում իրենց հետ մրցակցել ու չի երիկում մեր փողը։ Օրինակ սխալներից մեկը այդ էր մեծածախ բիզնեսում, տենց երկար մնացինք, հենց զգացինք, որ դեմպինգներ էին անում, պետք է բիզնեսը արագ վաճառենք, դուրս գանք։ Բայց մենք փորձեցինք կռվել, մրցակցել բոլորի այդ անձնական բանը կար, էլի չէ, ոնց մենք պետք է հաղթենք անպայման բոլորին բանման, տենց ընկանք տենց ամբիցիաների հետևից ու հա գնալով վատացավ։ Գործընկերների հետ կապված խնդիրներ եղավ, գործընկերները դուրս եկան բիզնեսից, տենց ոնց որ գումար հանեցին, բան, այդտեղից մենք պետք է ճիշտ հաշվարկ անենք, որ առանց այդ գումար արդեն չի ֆինանսական չի սխալ հաշվարկ արեցինք, այդ էր, որ չկարողացանք թեմային պետք է կարողանաս ցտեսություն ասես։ Բայց մենք ոնց որ կախված ենք թեմայից ու այդ հիմնական անձնական ամբիցիաների հարցներ որ կախված ենք թեմայից, դրա համար ոնց որ բաներ ան նաև այդ խնդիրը առաջացրեց։ Միշտ ասում են, որ նաև կարևոր է այդ որոշում կայացնելը, որ սա վերջն է եւ արդեն այ բիզնեսը պիտի փակվի։ Եթե դա 3 փորձ է եղել ձախողվել, 5 փորձ է եղել կամ անգամ 1 փորձ է եղել, պետք է հասկանալ սա պահն է փակելու բիզնես, թե չէ։ Այ ոնց պետք է հասկանալ այդ պահը։ Բիզնեսի լավագույն ճանապարհը բիզնեսի համար լավագույն ճանապարհը բիզնեսը վաճառելու այդ այն պահն է, երբ որ բիզնեսը ամենալավ վիճակում է։ Այսինքն բիզնես մոտ գործերը շատ լավ են գնում, հենց այդ բանը պետք է վաճառել, չսպասել որ բիզնեսի գործերը վատանան։ Բայց կապվածություն է ստեղծում, չէ՞։ Հա, էմոցիոնալ կապվածություն է ստեղծում։ Այդ կա էլի Հայաստանում այդ շատ բան է, մարդիկ ամուսնանում են իրենց բիզնեսների հետ։ Էմոցիոնալ կապը շատ է ստեղծում։ Օրինակ Միացյալ Նահանգներում այդպես չի։ Միացյալ Նահանգներում խոսում ենք, հենց ընկերներ կան շատ այնտեղ որ բիզնեսով զբաղվում, հենց ի սկզբանե ասում են, այս բիզնեսը աճեցնեմ, հասցնեմ $100 միլիոն վաճառեմ, աճեցնեմ, հասցնեմ $20 միլիոն վաճառեմ։ Այսինքն ի սկզբանե բիզնեսը ստեղծում է նրա համար, որ աճեցնեն, վաճառեն, գնան ուրիշ բանով զբաղվեն։ Իսկ Հայաստանում դա չի, Հայաստանում ամենալավ Իսկ ի՞նչն է պատճառը, գուցե Հայաստանում ամբողջ էներգիան է ծախսվում անհատների, որ այդ կայացնեն այդ բիզնեսը։ Տեսեք, կապ չունի, այնտեղ էլ էներգիան ծախսում, ուղղակի Հայաստանում բիզնես վաճառելը որպես բիզնես չեն դիտարկում։ Բիզնես վաճառելը ամոթ են դիտարկում, ոնց իր բիզնես վաճառել։ Միացյալ Նահանգներում ասենց բիզնես վաճառելը բիզնես։ Իսկ բիզնեսից այսինքն բիզնեսի նայում ես դու դրան որպես բիզնես։ Հա, բիզնես վաճառելը բիզնես է։ Իսկ Հայաստանում բիզնես վաճառելը խայտարակություն է անցալվում, էլ ոնց է, սիրո բրենդներ, բան վաճառեցել, այսքան ստեղծեց բանում։ Բայց իրականում այնտեղ մի շելի մոտեցում ուրիշ է, դե ոնց է կապիտալիստական։ Մենք ավելի երիտասարդ ենք, էլ ինչ է 30 տարի է մեր մոտ կապիտալիզմ, իսկ Միացյալ Նահանգներում
Ինչքան 300-350 տարի է կապիտալիզմը, դրա համար բանը կա, էլի մեր մոտեցումները շատ երիտասարդ մոտեցումներ են։ Եղել է, որ օրինակ ձեզ կողքից հուշել են, որ այս ճանապարհը սխալ է, չարժի այդ ճանապարհով գնանք, բայց օրինակ չեք լսել, մտածել եք, որ դուք մտածում եք ճիշտ ճանապարհն է, այդպես եք գնում, բայց սխալ է եղել։ Միշտ, միշտ շատ է լինում։ Ու ասեմ, մեկ-մեկ լսելն է ճիշտ, մեկ-մեկ չլսելը։ Այդտեղ միանշանակ լուծում չկա, էլի, որովհետև ասենց ասեմ, եթե բոլորն ասում են լավ ճանապարհ, ուրեմն լավ ճանապարհ չի։ Եթե մի բան է սկսում, բոլորն ասում են, «Էս ինչ հրաշալի գաղափար է», Իվան, ուրեմն ինչ որ մի բան նիտո է։ Այդտեղ էլի, որովհետև եթե դենց ակնհայտ լավ գաղափար է, ուրեմն վտանգավոր է։ Այդտեղ անել, որովհետև բոլորը հասկանում, որ լավ գաղափար է։ Ուրեմն վտանգավոր է։ Ինչ-որ խնդիր չէ։ Այդտեղ ինչ-որ խնդիր կա, էլի, ուրեմն։ Դե բոլորը հասկանում են լավ գաղափարը ոչ մեկ չի անում, ուրեմն ինչ-որ մի բան կա, էլի։ Կամ էլ հեսա բոլորն իրար հետ կանեն, էլի խնդիր կլինի։ Եվ այլն, այսինքն, այտենց հիմա մի օրինակ բերեմ, մենք այդ Մանթաշյանցը դե 19 մասնաճյուղ ունի, չէ՞, 19 քաղաքում մասնաճյուղ ունենք։ Հեսա մի ամսից 20-րդն ենք բացում Լեհաստանում։ Ու որ երկիր մտնում ենք, որ քաղաք մտնում ենք, առաջ բանը որ մեզ ասում են, դա մեր մոտ չի աշխատի։ Ու բոլորն են մեզ ասում, ասենք այնտեղ չգիտեմ, սկսած տարբեր երկրներում տարբեր է, բայց ասենք դեսպանն ասում, հոգևոր առաջնորդն ասում, այնտեղ համայնքի ակտիվիստներն են ասում, չգիտեմ, բոլորը մեզ ասում են, սա այստեղ չի աշխատի, չի լինի։ Բայց հետո աշխատում է։ Այսինքն մենք այդտեղ մենք չլսելով ենք մեր լուծում։ Բայց ինչուները ասում են, ինչու չի աշխատի, թե ասում են հիմնավորում են, էլի չգիտեմ, նույն Լոս Անջելեսը, որ այս բայդուրսամբ մեր երկրորդ ամենամեծ մասնաճյուղն է, 110 անդամ ունենք մոտարպես Լոս Անջելեսում, ակո առաջինը Երևանը, երկրորդ Լոս Անջելեսն է, քանակով ակումբականների, օրինակ Լոս Անջելեսում մեզ ասում էին դե տարիներ անգամ հազիվ կարողանաք հավատիք այստեղ բիզնեսմեններ, դե իրենք շատ զբաղված են բան։ Մեր անդամավճարը տարեկան $3000 է մոտարապես։ Ասում են, ասում են $3000, ասում այստեղ չեմ վճարի, ոնց այդքան չեմ վճարի եւ այլն։ Հիմա ամիսը 5 հատ միջոցառում ունենք ու 5 միջոցառման գալիս են Լոս Անջելեսի ժողովուրդը։ Ես որ ասում եմ Հայաստանում հավաքվում ենք շաբաթը 1-2 անգամ, ասում են Հայաստանում պարապ են, մարդիկ Հայաստանում կհավաքվեն, դուք Լոս Անջելեսի հետ մի համատեք եւ այլն։ Բայց պարապ են։ Չէ, իհարկե պարապ չեն, բայց ասեմ որ Լոս Անջելես հենց հիմա լավ հավաքում է շաբաթը մեկ։ Այսինքն լավ հավաքող է պետք։ Իհարկե, ասենք մոտեցումները բաներ, էլի պատկերացումները մի քիչ ուրիշ էր, բայց օրինակ այդ իմ բիզնեսը որտեղ որ սնանկացել է լիքը խորհուրդների չլսելով էլի սնանկած, ասենք եթե լսեի լավ կլար։ Ուրեմն ասեմ, այդ չեմ կարող ասեմ երբը ճիշտ։ Մեկ-մեկ չլսելն է ճիշտ, մեկ-մեկ լսելը, բայց այ երբ կարողանա զտես որ դեպքում լսելը ճիշտ, որ դեպքում չլսելը, այդ է խնդիրը, էլի, որտեվ ասենք ես էությամբ համառ եմ, ու այդ համառությունը մեկ-մեկ լավ է, մեկ-մեկ վատ է, բայց որտեղ որ ինքը միանշանակ աշխատում։ Բայց որտեղ լավ, որտեղ վատ, այդ չես կարող հասկանալ, էլի։ Հնարավոր է մի բիզնեսի սխալների հիման վրա դասել քաղել եւ մյուս բիզնեսը առաջ տանել կամ օգուտ բերի մյուս բիզնեսին։ Աշխատում է դա։ Իհարկե, պարտադիր է, միջինում ասեցի, չէ, միջինում 7-8 սնանկացում կամ անհաջողություն պետք է ունենաս, որ մեծ ընկերություն կարողանաս ստեղծես։ Դրանով պետք է արագ ստեղծել։ Ինչ են միջինում մարդիկ, եթե չեմ սխալվում, $1 միլիոն հասնում էին թե միլիարդի էր։ 42 տարեկանում մոտավորապես միլիարդ են հասնում։ Ինչի, որովհետև մոտավորապես 15-ից 20 տարի իրենք փորձ են ունենում։ 15-ից 20 տարի սխալվում են բանան անում, այդ շատ կարևոր է, էլի։ Միացյալ Նահանգներում sense մոտեցում կա, մինչև 20 տարեկանում մաքսիմում շատ պրոյեկտներ պետք է անեն ու բան անեն, պարտվեն։ Նաև ստացվի շատ պրոյեկտներ։ Այդ պրոյեկտ անել շատ դպրոցներում են պրոյեկտներ անում։ Դպրոցներում դաս կա, որտեղ իրենք պարտադիր վաճառք են անում, վաճառք են սովորում։ Այսինքն դա տնային բաներ են հանձնարարություն։ Թխում, չէ, այսինքն ասում ինչ որ մամայդ ասեն, ինչ որ բլիթներ թխի։ Ու այդ բլիթները պետքա դուրս գան փողոցում վաճառեն։ Դպրոցական հանձնարարություն է։ Ինչի որտեղ վաճառքը կարևոր բան է, վաճառքը մենակ բիզնեսին չի, ամեն ինչի համար է պետք, կյանքի համար է պետք վաճառքը։ Ամեն ինչը։ Շփման մեջ էլ է պետք։ Շփման մեջ կոմունիկացնու բան, այսինքն ընդ բոլոր դպրոցները վաճառել են սովորում։ Պատկերացնում եք, ասենք բոլոր տարական դպրոցների դες բան կա, երեխեքին տալիս են, որ ինչ բան պետք է արտադրեն, դուրս կան ընկնեն փողոցները վաճառեն հարևանների վրա։ Այդ բանը կա էլի, որ մինչև 20 տարեկանը պետք է շատ սխալվել, 20 տարեկանից 30-ի վրա պետք է կենտրոնալ մեծ պրոյեկտներ անել, 1-2, 30-ից հետո պետք է կենտրոնալ արդեն միլիարդանոց ընկերություն ստեղծելու վրա։ Վահրամ, ասացիք, որ արդեն 20-րդ մասնաճյուղն եք շուտով բացելու, 20 տարբեր քաղաքներում
պատկերացումները ինչպիսին են եղել ու կան տեղեր, որ այլ հաշվարկներով եք գնացել, այլ մոտեցումով եք գնացել ու այլ ձևաչափով, բայց տեղում ամեն ինչ փոխվել է, իրավիճակը փոխվել է ու ընդհանրապես ձեր պատկերացումով չի ընթացել։ Հիմնականում այդպես է։ Համարի բոլոր տեղերը տենց է։ Այսինքն մենք մինչև հիմա ապշում ենք, էլի, մեկ-մեկ ամենալավ, որ սպասում ենք, այս մասնաճյուղի հետ կապված ամենից լավ պետք է լինի, ամենավատը այդտեղ է լինում, կամ ամենավատ օրինակում ամենալավն է ստացվում, էլի, այսինքն միշտ պատկերացումները տարբեր են լինում։ Ամենավատ ասելով ինչ է տեղի ունենում։ Դե ենթադրենք մտածում ենք, որ այս քաղաքում շատ հայ կա, այսա կզարգանա, լավ կստացվի բանը, չի զարգանում, չի գնում առաջ, այսինքն 7-8 անդամով մնում է այդ մասնաճյուղը, տենց շարունակում է գործել, էլի, օրինակ, տենց կամ բանը մտածում ենք, որ այստեղ չի զարգանա, հայերը քիչ են բան, բայց արյուտես որ սկսում է զարգանալ։ Օրինակ Միացյալ Նահանգներում հայ գործարարների հանդեպ պատկերացումը ինչպիսին էր, ինչ պատկերացումներ այսպես քանդվեցին, եթե կային դրանք ձեր կողմից։ Դե օրինակ Լոս Անջելես գնում ենք, մեզ միշտ ասում են, Լոս Անջելեսի հայեր հետ գործ չունեք, այդ խապեպա ժուլիկները վատն են եւ այլն տարբեր բաներ, հատկապես հայաստանցի հայերի մասն են դենց ասում, հայաստանից ոչ թե Սիրիայից, Լիբանանից կամ Իրանից, այնտեղ տարբեր է, չէ՞, կոնկրետ Լոս Անջելեսի մասն եմ ասում, էլի։ Այ ասում են հայաստանցի գնացածներն, էլի, այսինքն ու շատ էին ասում Սիրիահայ, Լիբանանահայ կամ Իրանահայ գործարարները, որ հայաստանցիների հետ գործ չունեք բանման, բայց հիմա այդ Սիրիահայ, Լիբանանահայները գալիս են մեր ակումբ, իրանք արդեն իրանց մոտ էլ է աշխարհը փոխվել, պատկերացումները փոխվել, որ ոնց Լոս Անջելեսում այսքան լավ մարդիկ կան, հայաստանցի էլ է ենթադրենք ու իրանք էտել է մեր իրականում իրանք են իրենց հաշվարկներում սխալվել փաստորեն։ Հա, երկե, հա։ Մենք բանով էտել ինչ ասես մեր միսիաներից մեկը էտա, մենք միավորում ենք Սպյուրքը։ Մենք Սպյուրքում այդ խնդիրն ունենք, Սպյուրքն էլ է բաժանված մասերը, չէ՞, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, չգիտեմ, Իրաքից եւ այլն, իրենք բոլորը մասնատված են, բոլորը առանձին իրենց խմբերով են գործում, Հայաստանից։ Հիմա մենք բան ենք անում, էլ ոնց որ բոլորը միավորում ենք իրար։ Նաեւ իրենք գալիս են, միանում են, տեսնում ճիշտ է դժվար են գալիս, այսինքն եթե Հայաստանցին ավելի շուտ է մեզ միանում, ավելի շատ է վստահում, բայց այսինքն Լիբանանցին կարող մի տարի համոզենք մինչեւ մեզ մինան Լիբանանահայ բիզնեսմենը, բայց որ գալիս է, սկսում արդեն իր դուրը գալ, բան իր ընկերներին է բերում եւ այլն, այսինքն մենք միավորում ենք նաեւ Սպյուրքին այդ կոնտեքստով, քանի որ մեր հիմքում ընկած է շահը, բիզնեսի շահն է ընկածել, մենք որևէ բան չունենք։ Շատ լավ, վերջում մի հարցել եմ ուզում տալ, այ բիզնեսի համար ամենամեծ կորուստը ո՞րն է, ես մի քանիսը նշեմ, ժամանակը, գործընկեր կորցնելը, գումար կորցնելը, թե այլ բան է բացարձակապես, ինչն է, որ գործարարին իսկապես կարող է կոտրի, հիասթափեցնի ու տանի։ Գլոբալ գործարարին ոչ բան չպետք է կոտրի։ Եթե գործարարին ինչ որ բան կոտրում է, ուրեմն ինքը ինչ որ սխալ գործարար է։ Հա, որտեվ գործարարի համար մեկ բանը բնութագիրը դա ստրեսակայությունն է իմ կարծիքով։ Այսինքն գործարարը բայց դա չէ ձեռքբերովի ժամանակի ընթացքում, թե պետքա ունենալ նաև իծներ։ Իրականում պետք է բնական նախադրյալներ լինեն, բայց նաև ձեռքբերով է, օրինակ դե ու բաներ կա, այսինքն նաև ֆիզիոլոգիական բաներ կա, այսինքն ինչ որ վիտամիններ կա, եթե մոտդ պակաս եղավ, դու ավելի թույլ ստրեսակայուն ես, բաներ, մագնիզիում օրինակ մոտդ եթե քիչ եղավ, դու ավելի ստրեսի նկատմամբ ավելի հակվածություն ունես, այսինքն ուզում եմ ասում, նա ֆիզիոլոգիական բաներ կա, որ պետք է հաշվի առնել, ստուգվել եւ այլն, էլի։ Հիմա բայց գլոբալ հա ձեռքբերովի է, որտեվ նույն մի տեսակ ստրեսից երկրորդ անգամ էլ ստրես չի դառնում քո համար։ Մի տեսակ ստրեսի, եթե հիմա կոպտ ասած ես 3 միլիոն $։ Իմունիտետ է սարքվել։ Հա, 3 միլիոն $կորցրել եմ, երկրորդ անգամ 3 միլիոն $որ կորցրեմ, արդեն իմ համար թեթև կլինի, առաջ անգամ կամ տուն եմ կորցրել։ Շատ ծանր էի տանում առաջի ամիսներն էլի, ասենք ես ին վրա շատ եմ աշխատել, որ բան չանեմ, էլի, տենց չտանի Ինչ է կարել։ Այդ շատ աշխատել, ինչ է կարել։ Դե կարդացել եմ, նայել եմ, խոսել եմ տարբեր մարդկանց հետ, որ ուզում եմ հասկանում ոնց վերաբերվել այդ բան, հա, ու տենց որ ինձ տրամադրել են, որ նորմալ է, սենց էլ է ստացվում, ամեն ինչ լավ լինելու եւ այլն, էլի տրամադրել եմ։ Ուտեղից նաև ազդում են բան կա է, sense կողքից մարդկանց տրամադրությունն էլ ազդում, ասենք ով լսում է վայ հույ, sense շո բաներ անում, դու հազիվ քեզ հաղթարես որ լավն ես, միած վայվու են դնում, էլի ընկնում էր ոնց որ ստրես մեջ, էլի։ Հազիվ քեզ դզել ես կողքից այնց վայվու են գցում, նորից ընկնում ես ստրես մեջ։ Այսինքն այդպես բան կա, մի հատ ընկեր ունեի ասում էր ինչ որ 5-րդ թե 6-րդ աղջիկներ ունեցել, ինքը գլոբալ ուրախ էր էլի որ 5 աղջիկ թե 6 աղջիկ ուներ, հա, դենց ասում են ընկերներս եկան, ասես տխուր վայ, բան, հա, 6-րդ աղջիկ, բան, ասում են, այնքան տխուր բոլոր ընկերներս եկան, ասում են, ես էլ վերջում տխրեցի, բայց ասում են գլոբալ ես ուրախ եմ էլի, շատ եմ սիրում աղջիկ, ասենք, այնքան ասես տխուր աղջիկերով եկան, տխրեցի, հիմա ասած ինչ է, նույնն էլ իմն էր, ասենք, մենք հազիվ հաղթարում ենք, բայց այդ միջավայրը նորից էդ էլ է, մշակութային բան, այսինքն Միացյալ Նահանգներում ավելի շատ կգային, ոնց որ դուխ կդային, ասեն, ոչինչ լավ, կամ գոնե տարբեր կլինեն, շատ չէին խորանա։
Այ չգիտեմ անտարբեր է թե չէ, ես հայկական միջավայր, բայց դուք կտային հաստատ էլի։ Իսկ այստեղ sense ավելի շատ բան էին անում էլի։ Այդ իրականում դժվար էր, այդ փուլը դժվար է, բայց երկրորդ անգամ արդեն հեշտ կտանեմ։ Երկրորդ անգամ ու ամեն ինչն է տենց ստրեսը։ Չգիտեմ, առաջի անգամ հարկայինը գալիս է, sense իր բանով էլի ձածաները sense վախեցնող առաջի անգամ մի ճիշտ բան ես անում, երկրորդ անգամ արդեն թեթև ես տանում, բան, տենց էլի ընդհանրապես ու հետո գլոբալ ստրեսակայություն է ձևավորում։ Ես երևի թե բիզնեսմենի համար ամենակարևոր տեղը գտնի ստրեսակայությունն է։ Եթե բիզնեսմենը ստրեսակայություն չունի, գործարարում թող չզբաղվի գործարարությամբ։ Թող որտեվ իր առողջության հաշվին կգնա արդեն ամեն ինչ։ Այո, պետք է ստուգել նոր մտնել այդ աշխարհ։ Վիտամին, մագնիզիում բան, ամեն ինչը B կոմպլեքսի հետ չեմ սխալվում, բան դες մի քանի բան։ Կարծում եմ շատ լավ խորհուրդ էր վերջում, որովհետև սրա մասին չէինք խոսել։ Շնորհակալ եմ շատ Վարամ ջան զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ սխալ հաշվարկի իմ հյուրը Վարամ Իրաքյանն էր, Մանթաշյանց ակումբի համահիմնադիր նախագահ, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք նոր սխալների մասին խոսելով։ Լավ եղեք։